Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահականուշի խոհանոցում եք և ես անչափ ուրախ եմ ձեզ տեսնել իմ փոքրիկ անկյունում։ Ինչպես տեսնում եք, պատրաստում ենք աղցան, ճակնդեղով և մնացած համեղ բաղադրիչներով։ Այս աղցանի համար անհրաժեշտ է կարմիր ճակնդեղ, բազուկ, 2 պատճ սխտոր և մի փոքրիկ կտոր կիտրոն, բուսայուղ, համեմունքներ, քունջուտ, շաքարավազ և աղ։ Ահա այն ամենը, ինչ մեզ պետք է այս համեղ աղցանը պատրաստելու համար։ Սկսում ենք աղցանի համար քերել ճակնդեղը։ Անց ենք կացնում կորեական աղցանի համար նախատեսված քերիչով, երկար գեղեցիկ շերտիկներ ենք անում։ Քերած ճակնդեղը տեղափոխում ենք արդեն աղցանամանի մեջ։ Ես ավելացնելու եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, համեմի սերմ և խմելի սունելի։ Այս 4 բաղադրիչը միասին ավելացնում եմ աղցանի վրա։ Համեմի սերմը և խմելի սունելին ես միշտ միասին եմ օգտագործում։ Ավելացնում եմ կես թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, ճզմում եմ կիտրոնը 1 ճաշի գդալի չափ։ Դուք կարող եք աչքաչափով անել, սա 1/4 կիտրոնի չափ էր։ Որից հետո պիտի ավելացնեմ արդեն բուսայուղը, 3 ճաշի գդալ էր բուսայուղը, ես բաղադրիչների չափսերը կգրեմ նկարագրությունների բաժնում։ Ավելացնում եմ 2 ատամիկ ճզմած սխտորը և լավ խառնում եմ այս բաղադրիչներն իրար։ Թողնում եմ մի փոքր հանգստանա, իսկ այս ընթացքում մենք կպատրաստենք քունջութը։ Ինչ ենք անելու, պիտի բովենք, անպայման բովելու ենք։ Կրակի վրա թողնում ենք 2-3 րոպե, որից հետո ահա այսպիսի գեղեցիկ ոսկեգույն քունջութի սերմեր ենք ստանալու։ Ասեմ, որ շատ համեղ է բոված քունջութը, յուրահատուկ համ է հաղորդելու այս աղցանին և այս աղցանի համի գաղտնիքը հիմնականում քունջութի մեջ է։ Ահա այսպես սիրելիներս, մեր աղցանը պատրաստ է։ Այժմ ավելի մոտիկից տեսեք ինչպիսի գեղեցիկ աղցան ստացանք։ Շատ համեղ է ասեմ և շատ անուշ բույր ունի, յուրատեսակ համ ունի։ Եվ մի խորհուրդ էլ, աղցանը պատրաստելուց հետո գոնե 1 ժամ թողեք հանգստանան, համարը շատ ավելի լավ կխառնվեն իրար և կունենանք յուրատեսակ աղցան։ Այսքանը սիրելիներս, ես պատրաստեցի այս համեղ աղցանը, որը նաև մեծ սիրով առաջարկում եմ ձեզ։ Անգնահատելի սննդարար աղցան է նաև պահքի օրերի համար։ Ես էլի եմ ասել, պահքը չի նշանակում սոված մնալ, այլ ուտել չափավոր և իհարկե գեղեցիկ։ Դե ինչ, ինձ մնում է ձեզ ասել կրկին շնորհակալություն իմ ալիքին հետևելու, արձագանքելու և ջերմ ու բարի մաղթանքներ ասելու համար։ Ցտեսություն, կհանդիպենք, մինչ նոր հանդիպում։